Բացենք այն մեր դժվարությունների թեման, բնականաբար թենիսում դժվարությունները սկսում եւ վերջանում են ֆինանսներով, հա։ Շատ անհատական է, բոլորի մոտ տարբեր է, բայց մոտավորապես Հայաստանում ըստ քեզ տարեկան ինչ կարգի ծախս է պահանջվում մի երեխա պահելու համար 12-ից 14 տարեկանում։ Ինչ մակարդակի ասենք պահեն այդ երեխան։ Ոնց որ խաղում է Մարիան, top 50 Եվրոպայում։ Ամենաչնչինը գումարային ամռումով երևի Չնչին կլորացրած պարտադիր չի ուղիղ։ Բայց մի 12-ից 15,000 ԱՄՆ դոլար պետք է որ տարեկան։ Հետի առանց մրցումների դա մենակ ասենք պարապելու նրա գումարն է։ Խաղացողին պատրաստելու ամբողջ process-ի մեջ տարեկան։ Իսկ եթե գումարում ենք արդեն մրցում եւ այլն, այնտեղ ամեն մինչեւ անվերջություն գնում է։ 12-ից 14 ինքը պետք է 12-ից հենց 14 հատ մրցում ամենակիչը խաղա, որ կարողանա այդ իր այդ ռեյտինգը ապահովել, էլի ոնց որ մի շաբաթ չի խաղում, ինքը միանգամից այդ ռեյտինգի աղյուսակում հետ է իջնում, էլի։ Միջինում ամեն մրցաշարը 1000-ից 2000 ԱՄՆ դոլարը կանցնի ու տենց 3000 ու տենց արդեն ձեր հաշվարկները կարաք պատկերացնեք, այնպես որ լավ մտածեք, այս ուղին սկսելիս մտածեք, բայց հիմի ոնց որ ժամանակները մի քիչ փոխվում է, եթե երեխան հնարավորությունները շատանում է, տաղանդավոր երեխա է ու ասենք ծնողն էլ հետևում է իր երեխային ուզում է, հաստատ հիմի ես մտածում եմ սպոնսորություն կամ սպոնսորների իր այդ գալը ավելի շատացել է, քան թե առաջ էլի։ Միանշանակ, ինչքան սկսում է լավ խաղալ, վարկանիշը իջնում է, հովանավորությունը ավելի շատ է մեծանում, որ կարա ունենա